Ես կոնկրետ չգիտեմ Hello-Bit-ը ինչով է զբաղվում, ինչի համար եք ներդրել, որ խնդրեմ ու ենթադրում եմ, որ մեր տեսախցիկին հետևող մի շարք քաղաքացիներ նույնպես չգիտեն։ Մի հատ որ բացատրեք, հա։ Ուրեմն Hello-Bit-ը աշխատել է Հայաստանի Հանրապետություն 2024 թվականի սեպտեմբեր ամսից, ներկայացել է որպես ներդրումային խումբ, բացել է օֆիսներ Հայաստանի տարբեր վայրերում, բուկլետներ է բաժանվել, ճաշկերույթներ, խնջույքներ, դպրոցներում բաժանվել են օգնություններ Hello-Bit լոգոներով, ծերերին բաժանվել է օգնություն Hello-Bit լոգոներով եւ այդ ամենը գովազդվել է եւ այդ բոլոր գովազդները, որը կազմում է մոտարպես 300-ը ֆոտո-վիդեո փաստերը, տրամադրվել է գլխավոր դատախազություն, տրամադրվել է քննչական կոմիտե։ Ներողություն հարգելիս, դուք $10,000 ինչի համար եք ներդրել, որ ինչ լինի։ Ուրեմն դա եղել է ներդրումային ֆոնդ, դու դա գումարը դնում ես, հասնելով այդտեղ կոդեր է գալի եւ կոդերը դու դա Հայաստանում հանդիսացել է որպես ներդրումային խումբ, բայց վերջում պարզվեց, ինչպես մեզ բացատրեցին, արդեն ամեն ինչը վերջանալուց հետո քննչական կոմիտեում դա եղել է փողերի լվացում Հայաստանում։ Եվ ես քննիչին հարց տվեցի։ Ձեզ ինչ են առաջարկել, որ դուք գայթակղվել եք, այդքան մեծ գումար ներդրել եք։ Գումարը ներես դնում, մեկ ամիս հետո դու դրա գումարը կրկնապատկած հանում ես։ Եվ դա օրինական է, օրենքի սահմաններում է։ Մարդիկ վստահել են, որ դա ունեցել է եւ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա, որովհետեւ ոնց կարող պատահի հանցագործ խումբը Հայաստանում մեկ գովազդներ տարածի, ամիսներ շարունակ, օգնություն բաժանի ծերերին, դպրոցներին եւ ոչ մի պատկան մարմնի կողմից հարց չտան դրան, եղբայր դու լիցենզիա ունես, որ դու Հայաստանում ֆինանսական գործունեություն ես ծավալել, ոչ ազգային անվտանգությունը, ոչ քննչական կոմիտեն, ոչ կիբերհանցագործության վարչությունը, ոչ գլխավոր դատախազությունը, այդ հարցերը չեն տվել եւ Hello-Bit-ը բարեհաջող իր գործունեությունը ավարտել է Հայաստանում, ասել է ստեսություն, հայ ժողովրդուն հեռացել է։ Եվ ոչ միայն Hello-Bit-ը, եւ ոչ միայն ինչի համար են անտարբերության մատնել, նշանակում է ինչ որ լծակներ, ինչ որ բաներով կապերով կապված է կառավարության։ Ինչ համար են անտարբեր եղել։ Այո, իմ մեջ կա խորը կասկածներ, որ սա ունեցել են հովանավորներ Հայաստանի ներսում, որովհետեւ ոնց կարելի է բաց աշխատել, ժողովրդին թալանել ու 4 իրավապահ մարմիններ, դատախազություն, ազգային անվտանգություն, քննչական կոմիտե եւ կիբերհանցագործության վարչության աշխատողների մոտ հարց չառաջանա, ամիսներ շարունակ։ Այդ փաստերը բոլորը կան, եւ գլխավոր դատախազություն, եւ քննչական կոմիտեում։ Դուք բարձել եք ում ականջներն են երևում այդ Hello-Bit-ի հետևում։ Չէ, ոնց կարող ես բարձել։ Դա ոնց կարելի է բարձել։ Կասկածներ կան, բայց ես ոնց կարող եմ անուններ ես տալ։ Տեսեք, քաղաքացին ուղղակի ունի կասկածներ, քաղաքացին գաղտնի գործակալ չի։ Մենք չենք կարող տեսնել այդ ականջները, բայց մենք կարողանում ենք ենթադրել այդ ականջները։ Այս անգործությունը պատահական չի, անգործությունը միտում ունի։ Եվ մենք ենթադրում ենք, որ իր մեջ պարունակում է լուրջ հանցակազմ, քանի որ չկա պետական պատասխանատվություն եւ պետությունը այս հարցերի դեպքում լռում է։ Լռությունը եւս պատասխան է մեր համար եւ լռությունը մենք գնահատում ենք ապիկարություն, անտեղյակություն։ Միևնույն ժամանակ մարդիկ ունեն կասկածներ, որ կան այնտեղ ձեր նշած ականջները։ Կարող եմ մի բան ավելացնել։ Ուրեմն, այո, կասկածներ կան կասկածներ, որովհետեւ ամենաշնորհ շարունակ դա աշխատել է։ Հիմա ես տանում մի պարզ զուգահեռ, որ բոլորը դուք տեսել եք համացանցում։ Ընտրություններից առաջ մենք տեսնում ենք համացանցում լուսաբանվում է, որ ընտրակաշարք են բաժանում, ճիշտ է։ Այդ ոնց ստացվեց, որ ընտրակաշար բաժանողը, որ արել է խիստ գաղտնիության պայմաններում, իսկույն բացահայտվում էր եւ կանխվում էր, բայց Hello-Bit-ը, որ չունեցել իրավունքներ Հայաստանում ֆինանսական գործունեություն ծավալել, ամիսներ շարունակ գործել է, դա քիչ չի բացահայտվել։ Սա արդեն կասկածների տեղի չի տալի ձեզ։ Հիմա պարոն վարչապետ, դիմում եմ ձեզ։ Դուք մարզերում ընկած, գյուղերում, քաղաքներում ընկած, քարոզում եք
Հայրիկ ասեք ինչա ձեր բողոքը։ Եկեք այստեղ։ Ասում են, որ այս մարդիկ հավաքվում են, ստեղ ասում են, ոչ մի դեր չի խաղում։ Դեր չի խաղում։ Փաշինյանի կուզես դատի տուր, կուզես ինչ կուզես արա մեկը հասարակարգը այնպեսին է, օրենքները այնպեսին է, որ չի կիրառում դա։ Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը այս մարդը չի կատարում։ Չի կատարում։